Ծալկայի ու Ասպինձայի շրջաններում։ Մենք որ ասում ենք ջավախ, շատերը միշտ մտածում են միայն ախալքալակը, բայց մենք ջավախ ասելով հասկանում ենք, որ Նինոց Մինդան, Ծալկան, Ախալցիխեն, Ադիգենին, Ասպինձան, Բորժոմը, աշխարհագրորեն մի մասը կոչվում է Քվեմո Քարտլի, մի մասը այսօր կոչվում է Սամցխե, բայց միևնույն է մեզ համար այդ ամբողջ հայությունը կոչվում է ջավախկա հայություն։ Եվ վստահ ենք, որ մանավանդ վաղը մյուս օր ջավախքի առանցին առաջնորդություն ձևավորելով, ինչու ենք սա շեշտում, ոչ միայն մենք, այլ նաև ամբողջ ջավախքայությունը եւ պատմաբանները նույնպես, որտեւ ինքը աշխարհագրորեն արդեն առանձին է։ Մենք Թբիլիսիի եւ Քարտլիի հայությունս գտնվում ենք այս լեռների հյուսիսային մասում, իրենք լեռների հարավային մասում եւ 7 հայկական շրջաններ Բորժոմից սկսած մինչեւ Ծալկա իրենք պարունակում են, իրենց մեջ բնակվում են հայեր եւ հետաքրքիր կերպով նա կարող է դառնալ այնտեղ բնակվող 150,000-ից ավելի տարբեր թվեր է ասվում հայության եւ մոտ 120-ից ավել հայկական բնակավայրերի համար որպես առանցին առաջնորդություն իրենց հոգեվոր եպիսկոպոսով, հոգեվոր դասով։ Այսպիսի դասագրքերով են սովորում ջավախքի հայ երեխաները։ Այս պատմական քարտեզում նրանց հայրենիք Հայաստանը պատկերված է իբրև վրաց պետության մի փոքրիկ նահանգ։ Ինչ է սա, անցյալի վերհուշ, կարոտախտ, թե առավելապես ապագայի նկրտում ու ռազմավարական մարմաջ։ Ջավախքում բնակչության 5%-ն է եղել վրացի, հիմա այն հասել է 15-ի։ Վրացական պետությունը ծրագրում է 300,000 թուրքեր բնակեցնել այս վայրերում, փոխելու համար դեմոգրաֆիական իրավիճակը, իբրև հայ գործոնին հակակշիռ, իրականանում է վրաց-թուրքական սրընթաց մերձեցում։ Բայց ինչ է ուզում Վրաստանը, դառնալ Կովկասի կոմունիկացիաների մենատերը, Վրաստանն իրեն պատկերացնում է լոկ պանթուրանական ծրագրերը սպասարկողի դերում։ Այստեղ մտադիր են կառուցել կարս ախալքալակ երկաթուղին, տարածաշրջանային հզոր նախագծերից մեկը արդեն անցնում է ջավախքով։ Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղը ջանացին անցկացնել Հայաստանը շրջանցելով, սակայն ջավախքը գուգարած աշխարհի մի մասը նույնքան հայկական է, որքան Լոռին, Փամբակը, Շիրակը։ Մյուսը Բաքու-Թբիլիսի Էրզրում գազատարն է։ Իսկ Հայաստանը չունի նավթատար, բայց ահա Արաքսն ու Կուրը, որոնք ավելի լայն են ու անսպառ, որոնցով եւ կյանք է հոսում եւ էներգիա։ Այսօր Հայաստանում եւ Սփյուռքում մեր հայրենակիցներից շատերը ջավախքի մասին գիտեն մոտավորապես նույնքան, որքան գիտեին Արցախի մասին մինչև 1988-ը։ Վանաժայռի վրա փորագրված սեպագիր արձանագրության մեջ Արգիշտի արքան Քրիստոսից առաջ 785-ին հայտնել է. Հենց այդ տարում ես նորից զորք հավաքեցի ու արշավեցի Զաբախայ երկրի դեմ եւ նվաճեցի Զաբախայ երկիրը։ Այսինքն ջավախքը միավորվել է հայոց պետությանը Էրեբունի ամրոցը հիմնելուց 3 տարի առաջ։ Հայոց մեծ եղեռնի ողբերգությունը սովորաբար սահմանափակվում է Արևմտյան Հայաստանի տարածքում Թուրքիայի ոճրագործություններով։ Սակայն հայտնի է նաև այն, թե ինչպես օգտվեցին Հայաստանի օրհասական վիճակից վրացի հարևանները։ 1918 թվականի ապրիլին թուրքերը մտան Կարս, Ալեքսանդրապոլ ու Ախալքալակ, ավարտելու հայերի բնաջնջումը։ Հարավից ներխուժող թուրքերից փրկվելու հույսով ջավախքի բնակչությունը շարժվեց դեպի հյուսիս։ Սակայն Բակուրյանի լեռնանցքներում նրանց ճանապարհը փակեց վրացական զորքը։ 9 ամիս շարունակ մոտ 80,000 մարդ բաց երկնքի տակ մնացին վրացական համակենտրոնացման ճամբարներում։ Արգելելով հայ փախստականների ելքը Բակուրյանի ճամբարներից, վրացական կառավարությունը ստեղծեց այնպիսի վիճակ, որ շուրջ 40,000 հայեր մահացան այդ լեռնանցքում ցրտից ու սովից։ Այդ ընթացքում Վրաստանում ապրող բոլոր հայերը, թվով կես միլիոն մարդ, հայտարարվել էին ռազմագերիներ, նրանց ունեցվածքը թալանվում էր։
1918-ի դեկտեմբերին, օգտագործելով հայ գաղթականներին իբրև պատանդ, Վրաստանը տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանին թուրքերից ազատված Ջավախքի և Լոռի փամբակի նկատմամբ։ Դեկտեմբերի 5-ին վրաց զորքերը մտան Ախալ քաղաք, իսկ դեկտեմբերի 11-ին Լոռի զրահագնացքի օգնությամբ գրավելով Սանահին կայարանը։ Շրջապատված, սովի մատնված 600,000 փախստականի հանգրվան տված Հայաստանի Հանրապետությունը որոշեց պաշտպանվել։ Սկսվեց հայ-վրացական առաջին պատերազմը։ Դեկտեմբերի 13-ին գեներալ Դրաստամատ Կանայանը ստանում է Լոռի փամբակը վրացական զորքերից մաքրելու հրամանը։ Դրոյի հրամանատարության տակ գտնվող 6000-անոց հայկական գունդը երկշաբաթյա դժվար մարտերից հետո ջախջախեց գեներալ Ծուլուկիձեի 12000-անոց զորամիավորումը։ Սանահին կայարանում գրավեց զրահագնացքն ու 2 զրահագնմեքենաները վրացիներին հետ մղելով մինչև Սադախլո։ Դեկտեմբերի 30-ին հայ-վրացական զորքերի միջև սկսվելու էր վերջին ճակատամարտը։ Համաձայն Դրոյի մտահղացման հայկական զորքերը պիտի օղակեին ու ջախջախեին Սադախլոյի վրաց զորամիավորումը, որից հետո արդեն բացվելու էին Թիֆլիս տանող ուղիները։ Կասկած չկար, որ դրոն կգրավեր Վրաստանի մայրաքաղաքը, եթե 1918 թվականի դեկտեմբերի 31-ին անգլիական և ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցիչների միջամտությամբ մարտերը չդադարեին։ Մեզ մնաց այն, ինչ չզիջվեց։ Մենք չենք ուզում, որ Ջավախքում հակամարտություն լինի։ Միայն հայկական զորեղ ներկայությունը կբացառի այն։ Պաշտոնական Երևանը տարիներ շարունակ երես է թեքում Ջավախքից։ Ասում են, թե Ջավախքյան հնազանդությունը վտանգում է փակել Հայաստանի ճանապարհը դեպի հյուսիս։ Իրականում ճիշտ հակառակն է։ Հայաբնակ Ջավախքը հյուսիսում մեր անվտանգության ու դեպի ծով ելքի միակ երաշխիքն է։ Թուրք-վրացական նորացող դաշինքի հետևանքով Ջավախքին սպառնացող հայաթափումը կավարտի Հայաստանի շրջափակման ծրագիրը։ Եթե Ջավախցին հեռանա իր օրրանից, Հայաստանը կզրկվի անվտանգ ճանապարհից ու աշխարհի հետ կկապվի միայն պանթուրքիստական հաղորդակցային ցանցում խոնարհաբար ընդգրկվելու դեպքում։ Ջավախքն այսօր կանգնած է պատմական երկընտրանքի առաջ։ Կամ նա կրկնելու է Նախիջևանի ճակատագիրը, ավարտելով հազարամյակների իր պատմությունը իբրև հայ ազգի հյուսիսային ամրոց, կամ էլ անցնելու է արցախյան սխրանքների ճամփով։ Հայրենիքի առջև պատասխանատվության իրենց ընտրությունը արդեն կատարել են հայ ազգի հաղթական զավակները։ Բաց նամակ Վրաստանի Հանրապետության նախագահ պարոն Միխայիլ Սահակաշվիլուն։ Մտահոգիչ են վերջին շրջանում Ջավախքից և վրացական պետության մյուս հայաբնակ շրջաններից ստացվող լուրերը։ Դրանք վկայում են այն մասին, որ վրացական կառավարությունը ворթ է գրել և գործադրում է տեղի հայ բնակչությանը իր բնօրանից դուրս մղելու ծավալուն մի ծրագիր։ Հանդիպելով հայ բնակչության բնական հագազդեցությանը, իշխանությունը արդեն մի քանի անգամ փորձել է անցնել ուժային մեթոդների։ Վրացական պետության տարածքում հակահայ գործողությունների հետագա ծավալումը լրջորեն կվնասի հայ-վրացական հարաբերություններին, որոնք ցանկության դեպքում կարող են շատ ավելի բարեկամական լինել։ Սթափության կոչ են ուղղում պաշտոնական Թբիլիսիին և զգուշացնում, որ ուժային մեթոդները, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, կարող են առաջացնել ոչ ցանկալի զարգացումներ։ Արցախյան պատերազմի կամավորականների անունից Արկադի Տեր-Թադևոսյան, գեներալ-մայոր, Արկադի Կարապետյան, Արցախյան բանակի առաջին հրամանատար, Ժիրայր Սեֆիլյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար։ Ինչպիսի հայրենիք կունենանք վաղը, այնպիսին, ինչպիսին այսօր կառուցվում է մեր հոգում։ Ժողովրդի ճակատագիրը նախ դարբնվում է այն մտածումներով, որոնց նա երկարորեն սնում է իր մեջ։ Մենք գալիս ենք մի աշխարհից, որի իրականությունը սարսափի երազներ վիժեց։ Մենք գնում ենք դեպի մի երազ, որն ուզում ենք իրականություն դարձնել։ Ամեն բան սկսվում է երազանքից ու դառնում ամեհի մի ուժ, երբ տենչանքին գումարվում է
անսասան հավատն ու իրականացման կամքը։ Արաքսից մինչև կուր պիտի հայկական լինի։ Շատ է հանդուգն այս հայտարարությունը։ Մենք առավել սրբազան հանդգնություն իրագործելու համար մաքարման ու հաղթանակի անցյալ ունենք և անելիք։